Գնել թե չգնել Android համակարգով աշխատող հեռախոս։ Եթե ձեզ երբևէ այդ հարցը չի ուզել, ուրեմն այն ձեզ անհրաժեշտ չէ, մի գնեք։ Իսկ եթե դուք ձեզ պարբերաբար տալիս եք այդ հարցը եւ պատտվում եք խանութներով, ապա գնելուց առաջ դիտեք մեր տեսանյութը։ Ունենալ թե չունենալ Android համակարգով աշխատող հեռախոս, ում է այն անհրաժեշտ։ Հիմնականում մարդկանց, ովքեր աշխատանքի կամ սովորության բերումով չեն կարողանում գտնվել ինտերնետից դուրս։ Հեռախոսն այս դեպքում փոխարինում է նոթբուքին, որը դրսում մի շարք պատճառներով հարմար չէ գործածել։ Եթե դու ուզում ես ստուգել քո էջը որևէ սոցցանցում կամ կարդալ հաղորդագրություններդ բջջայինիցդ, որևէ խնդիր չի լինի, բայց եթե քեզ հարկավոր է այցելել որևէ հայկական կայք կամ կարդալ հայերեն տեքստ, ապա այստեղ կսկսվեն բարդությունները։ Android կոչվող օպերացիոն համակարգով աշխատող բջջային հեռախոսները կամ սմարթֆոնները մինչև վերջերս զիջում էին iPhone-ին, հենց այդ հայերեն կարդալ գրելու հնարավորության բացակայության պատճառով։ Ալեքսեյ Չալաբյանը բջջային հեռախոսների հայաֆիկացման ծրագրի ղեկավարն է։ Ալեքսեյը մեզ բացատրեց, որ Android հեռախոսները կարծես փոքրիկ համակարգիչներ լինեն։ Android համակարգը դա օպերացիոն համակարգ է, ինչպես հայտնի է, համակարգիչները աշխատում են օպերացիոն համակարգերով, իսկ ժամանակակից հեռախոսները վաղուց արդեն իրանք համակարգիչներ են, ու իրանց հզորությունը կարելի է մոտել չգիտեմ, մի 3-4 տարվա հնության համակարգիչների հետ, հնարավորություններով։ Պասրուն Android-ը դա օպերացիոն համակարգ է, որը կարելի է զուգահեռ անցկացնել ինչպես ասել Windows-ը կամ Linux-ը համակարգիչների վրա կամ Mac-OS-ը։ Փոքրիկ համակարգիչ հեռախոսները մինչև վերջերս չէին տալիս հայերեն տեքստեր կարդալու հնարավորություն։ Հայ ծրագրավորողները փորձում են շտկել այդ բացը։ Մեր նախորդ հաղորդման լուրերում մենք արդեն անդրադարձել ենք ծրագրավորող Հայկ Ծիրունյանի ստեղծած բրաուզերին, որի միջոցով հնարավոր կլինի ստիպել ձեր հեռախոսին կարդալ հայերեն։ Մեկը հենց Հայկի մոտեցումն է, որ ստեղծում առանձին բրաուզեր, որի հիմնական առավելությունը տվյալ դեպքում դա հենց հայերեն տարատեսակներ իր մեջ ներառելն է, այսինքն դուք կարող եք տեսնել հայերեն կայքեր, այն ինչ դուք կարող եք անել բրաուզերի միջոցով, դուք կարող եք անել այդ Հայկի ստեղծած ծրագրի միջոցով։ Կա Android հեռախոսը հայաֆիկացնելու մեկ այլ տարբերակ եւս, որը թերևս մի քիչ ռիսկային է, բայց հաջողության դեպքում դուք կկարողանաք գրել հայերեն արդեն ամենուրեք։ Այսպես կոչված routing իրագործել, այսինքն անջատել Android-ի պաշտպանությունը, այդ դեպքում դուք կարող եք արդեն համակարգային մակարդակով ունենալ հայերեն։ Սակայն կան այնտեղ ինչ-որ նախ այդ կան ամենադրին, ամենապարզ գործողությունը չի, սովորական մարդկանց համար, ինչ-որ քայլը անհրաժեշտ։ Մյուս հարցը այն է, որ դուք կարող եք զրկվել երաշխիքից, եթե այդ ընթացքում ձեր մոտ ինչ-որ մի բան սխալ գնա։ Այսպեսով դուք կարող եք ընտրել կամ դուք առանց ռիսկի օգտագործում եք Հայկի ծրագիրը եւ կարող եք դիտել հայերեն կայքեր, կամ գնում եք մի փոքր ռիսկի եւ կարող եք հայերեն դիտել արդեն ամենուրեք։ Ալեքսեյը Բացասարակության ինստիտուտ օժանդակության հիմնադրամի աջակցությամբ սկսել է իրագործել մի ծրագիր, որը թույլ է տալիս հայերեն տեքստեր կարդալ ոչ միայն Android-ում։ Թույլ է տալի հայերեն տեքստեր կարդալ Android-ում, Windows Mobile-ում, Symbian-ում, նաեւ մենք մի քանի այլ հատակներ ենք հայաֆիկացրել, ինչպես է Maimon կամ Migon։ Դա թույլ է տալու հայերեն կարդալ ցանկացած տեղ, սկսած չգիտեմ SMS-ներից, էլեկտրոնային փոստից, ունենալ չգիտեմ հայերեն լեզվով գրած կոնտակտներ, նշումներ եւ այլն։ Նաև իհարկե ինտերնետում որտեղ կամենում եք դա ունենալ։ Android iPhone պատերազմը հին պատմություն ունի եւ դրանց առավելություններ, թերություններ մրցույթում Android-ի հիմնական հաղթաթուղթը ցածր գինն է։ Այդ սմարթֆոնները iPhone-ից մի քանի անգամ էժան են։ Հայկական շուկայում Android-ը կաղում էր հատկապես հայերենի բացակայության պատճառով, ինչը կարծես թե արդեն դադարում է խնդիր լինելուց։